Պաշտոնական Երևանը միանգամից ողջունեց դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու Բաքվի որոշումը եւ իշխանավորների ձևակերպմամբ այս կարևոր քայլի շողքը կարծես ծածկեց այն, ինչ Ալիևն աճպարարությամբ ասաց 1-2 նախադասություն այս կողմ այն կողմ անելով։ Նա չի հրաժարվում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից, մի ձևակերպում, որ անընդունելի է հայկական կողմի համար, չկա եւ ոչ մի փաստաթղթում, թե երկկողմ, թե եռակողմ ստորագրված, թե նախաստորագրված։ Բացի այն փաստից, որ մենք այժմ ամեն ինչ պլանավորում եւ իրականացնում ենք, Զանգեզուրի միջանցքի նախագիծը նույնպես հսկայական ներուժ ունի։ Ադրբեջանում բոլոր ճանապարհային եւ երկաթուղային կապերի ստեղծման աշխատանքները կավարտվեն մինչեւ հաջորդ տարվա կեսերը։ Մենք հույս ունենք, որ համարժեք արագությամբ դրանք կիրականացվեն նաեւ այլ երկրներում եւ այդ դեպքում Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ մինչեւ 2028 թվականի տարեվերջ։ Ալիևը խոսում է այն նախագծի մասին, որ Սպիտակ տանը Ամերիկայի նախագահի վկայությամբ ու նրա պատվին կնքվել է թրիփ Թրամփի միջազգային խաղաղության ու բարգավաճման երթուղի անունով եւ անցնելու է ինքնիշխան Հայաստանի տարածքով մեր երկրի իրավազորության ներքո։ Ընդ որում նկատենք նաեւ, որ Ադրբեջանի նախագահը ոչ միայն չի հրաժարվում իր այդքան սիրելի ձևակերպումից, այլև Հայաստանին անվանում է այլ երկիր։ Շատ Հայաստանի համար շատ վտանգավոր տերմին է, որի տակ կա ռազմավարական ծրագիր։ Այդ ռազմավարական ծրագիրը այն է, որ Հայաստանը պետք է շրջափակել բոլոր կողմերից եւ խեղդել։ Հիմա Հայաստանի ճանապարհների վրա վերահսկողություն հաստատելով Ադրբեջանը հենց դա է փորձում անել։ Երկու կարևոր սահմաններ մենք ունենք, դա Իրանն է եւ Վրաստանը։ Իրանի սահմանի երկայնքով եթե անցնի այդ անխոչնդոտ ճանապարհը, որի գործունեության մանրամասնությունները հստակորեն ձևակերպված չեն մինչև այսօր, ինչպես է գործելու այդ ճանապարհը, ովքեր են վերահսկելու, ինչ ուժեր են այնտեղ կանգնած լինելու, Ադրբեջանը դա հասկանալու է իր ձևով, իհարկե նաև Թուրքիան։ Հայաստանը որքան ուզում է ասի, չէ, ես այսպես եմ հասկանում, հենց այդ ժամանակ էլ կդիմեն տարբեր ուրիշ ճնշումների։ Այն, որ վերջին տարիների բանակցությունների ընթացքում Ադրբեջանը Սյունիքով անցնող արտատարածքային միջանցք էր փորձում ստեղծել, արտգործնախարար Միրզոյանն օրերս գերմանական Deutsche Welle-ի հետ զրույցում էր հաստատել։ Ավելին, մեր երկրի գլխավոր դիվանագետն այլ ճակերտներ էր բացել, մասնավորապես, թե ադրբեջանցիները ցանկացել են նույնիսկ երրորդ երկրի զորք այդտեղ տեղակայել։ Օրինակ նրանք պահանջում էին, որ այս երկաթուղու երկայնքով տեղակայվեն երրորդ երկրի զինված ուժեր։ Հիշում եմ, թե ինչպես էին նրանք ասում, որ երկաթուղու երկայնքով պետք է տեղակայվեն ռուսական զորքեր։ Սա իհարկե մեզ համար անընդունելի էր։ Միջանցք չկա, այլ կա միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի երթուղի։ Ուրեմն ինչու է Բաքուն շարունակ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք թմբկահարում, ուրեմն վտանգներն ամբողջությամբ չեզոքացված չեն, քաղաքագետի համոզմամբ ոչ, սուրը դեռ ճոճվում է օդում։ Դա պետք է լինի այն հայկական ուժերը վերահսկել։ Հիմա ստացվում է, որ ռուսական զորքերի վերահսկումը լավ չէ, բայց որ զորքերն են եւ առհասարակ ովքեր են վերահսկելու եւ ինչ ձևով, բոլորովին հասկանալի չէ։ Այս առանցքական ձևակերպումները Ադրբեջանի կողմից ու Թուրքիայի կողմից Զանգեզուրի միջանցք տերմինի շարունակական օգտագործումը նշանակում է, որ վտանգը սարսափելի մեծ է Հայաստանի համար։ Ահա այսպես Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ ունենալով Ադրբեջանը մի բան էլ խաղաղության վերջնական ստորագրության գինն է բարձրացնում, պնդելով, թե իբր մեր սահմանադրության մեջ տարածքային պահանջներ ունենք իրենցից։ Նախաստորագրել, ստորագրել, խաղաղությունը չի երևակվում նրա մտքին։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։